Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում գործարը մտագրորն է եւ այսօր տաղավարում իմ ընկերներն են Սամվելը Գևորգյան, BSC ընկերության ուրեմն հիմնադիր տնօրեն, Գևորգը Պողոսյան, գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար եւ ես Նարեկ Ալեքսանյան, Export Armenia փորձագիտական ասոցիացիայի համահիմնադիր։ Լավ եք Ժորժյան, ողջույն։ Այսօր մի շատ հետաքրքիր թեմա ենք քննարկելու։ Հիշում եք, որ մեր թեման բացվում է քննարկումից անմիջապես հետո, ողջույնի խոսքից անմիջապես հետո։ Թեման մի քիչ էմոցիոնալ է, շատ նուրբ է եւ համարում եմ, որ այո, միայն այս հարթակում մենք կարող ենք որպես փորձագետներ, հա, իսկապես պարզ նայել առանց որևէ երանգ տալու եւ համարում եմ, որ ինքը նույնիսկ ինչ-որ ժամանակ հետո եւս արդիական է լինելու, այտենց ինտրիգ մտցրեցինք թեմայի մեջ, բայց հարցը շատ համառոտ եւ կարճ է, թվում է թե պարզ։ Ինչ ենք մենք ասում, երբ որ ինչ ենք հասկանում, երբ որ ասում ենք հայկական։ Ինչն է հայկականը։ Ինչ որ ապրանքի կամ ծառայության վրա, երբ որ մենք ասում ենք հայկական, ինչի նկատի ունենք։ Հայկական հումքը, հայկական աշխատուժը, հայկական տարածաշրջանը, հայկական ավանդույթով կամ ռեցեպտուրան։ Մենք ինչի նկատի ունենք, երբ որ ասում ենք հայկական։ Ինչու համար այս հարցադրումը շատ կարևոր դարձել, որովհետև մենք ունենք մի քանի խումբ ապրանքատեսականի, որը աշխարհում հայտնի են որպես հայկական, հա, բայց արի ու տես, երբ որ ուրիշ, այսինքն եք օրինակներով գնանք, այսինքն նույն բաստուրման ինքը հայկական է թե ոչ։ Հա, Հայաստանում արտադրված բաստուրման եւ Մոսկվայում արտադրված բաստուրման կարող են կոչվել, որը պիտի կոչվի հայկական, եթե երկուսի համար էլ համեմունքը գալիս է արևելքից, հա, նույն չամանը ինքը հայկական ծագումնաբանություն չունի։ Այսինքն իսկ բաստուրմայի ավանդույթը դա քոչվոր ցեղերի, այսինքն այնտեղից է մուտք գործում, բայց այդ համատեղությունը սարքել չամանով հայերն են արել, հա, ու արել են ոչ Հայաստանում, հայերն են արել արևելքում, հետո բերել են Հայաստան։ Եթե մենք ճիշտ ենք հիշում, այսինքն հայրենադարձությունը, որ եղել է մեծ հայրենադարձությունը 60-ական թվականների, իրենց հետ է եկել այդ ապրանքը Հայաստան եւ այսօր մենք ունենք այդ տեսակը։ Նույնը վերաբերվելու է լավաշին։ Մեր հայրենակիցը, երբ որ Փարիզում արտադրում է լավաշ ու դնում է անունը հայկական, ինքը քարոզում է հայկականը, մենք պիտի ողջունենք իրեն, թե ասենք ոչ, դու դիր լավաշ, մի գրի հայկական, հայկականը դա նա է, որը որ արտադրվում է Հայաստանում, բայց կարող է Փարիզ չի հասնում։ Այ շատ կարևոր նուրբ տեղ է, որովհետև մենք այսօր գործարարներին կարելի ասել քարկապ ենք գցել։ Ու ինչ է դառնում։ Ես ես հստակ հավաստիացնում եմ, հա, օրինակը կբերեմ Թանի պարագայում, երբ որ կորեացիները Ղազախստանում արտադրեցին թան եւ կոչեցին հայկական թան, հայկական համայնքը դա չընդունեց։ Եվ ասեց, դե դա իսկական հայկական թան չի։ Որտեղ ինչ որ մի ձև սխալ է կառուցված, աղի չի, աղը շատ, աղը քիչ է, գազը շատ է, գազը քիչ է, առանց գազին է ճիշտը, խնոցինն է ճիշտը եւ այլ, այս կորեացին այնքան արձագանք ստացավ, որ ասեց Ժորժան, շնորհակալություն ձեզ, հայկական բառը մյուս տպականակի վրից կհանեմ, ու ինքը գրվում է հիմա Древний Կավկասский напиток։ Ու վաճառվում առելի մեծ քանակությամբ։ Երբ որ կարող էր հայկական համայնքի կողմից լուրջ աջակցություն ստանալ ու լուրջ մարքեթինգային գործիք լիներ, որ կորեացին արտադրում է հայկական արտադրանք։ Ու մենք հենց բայց շատ նուրբ է տեղը։ Մյուս կողմից է հայ գործարարն ասում է կներեք, էլի ես մնացել եմ Հայաստանում, արարում եմ, մնացել եմ աշխատատեղեր եմ ստեղծում, հարկ եմ վճարում։ Այո։ Արի ու տես ինքը Մոսկվայում թան արտադրում, թող թանը մենակ ստեղ լինի։ Ու հայկական թան պիտի կոչվում մենակ այն թանը, որ արտադրվել է այն Հայաստանում։ Նայեք, ես դիտավորյալ, օրինակ, ես գործընկերներ ջան, ես այս թեման առաջարկ շատ եմ մտածել, ճիշտ ասած, ու եւս եւ մատնանշում եմ, որ միայն ձեր հետ կարող եմ այս հարցը քննարկել, ինչի համար, որովհետեւ բոլոր մեր հաղորդաշարները, ովքեր դիտել են, հստակ կարող են փաստել այն հանգամանքը, որ մենք երբեք անձնական դաշտ չենք անցնում բոլոր տեսակետերից այս ամենը նայում ենք եւ մեկնաբանությունները թողում ենք մեր դիտողներին եւ լսողներին եւ ուրախ կլինենք եթե դուք եք իսվեք ձեր կարծիքներով որն է հայկականը
Փոխանցում եմ ձեզ, Գևորգ։ Շատ լավ, սիրով, շատ հետաքրքիր թեմա ես մտածել, Նարեկ ջան, ու երևի մենակ դու կարող ես սենց թեմա մտածել, որը որ օրինակ իմ մտքով երբեք չէր անցնի, որ հայկականը կարելի է դիտարկել որպես մի հատ առանձին հաղորդման բան, հա, թեմա, բայց շատ ուրախ եմ դրա համար։ Ի սկզբանե ուզում եմ թե մեր երեքի համար, թե ունկնդիրների համար մի բան ֆիքսենք որպես սկզբունք, որ նաև իրար, հա, այսպես ասած ճիշտ հասկանանք, ամբողջ իմ կողմից ամենայն դեպս, հա, ամբողջ քննարկման ընթացքում ես հայկականին նայելու եմ ուղղակի որպես բառ, ածական, առանց էմոցիաների, որովհետև շատ կարևոր է դիտարկել, թե ինչքանով այս անվանումը կտա արժեք վաճառքին, արտադրանքին, թե չի տա։ Ու այդ տեսակետից եմ փորձելու քննարկել։ Շատ լավ։ Ու ուզում եմ միանգամից միացնել զուգահեռ տանեմ, հա։ Շատ նման է այս հարցը, հայկական թե ոչ հայկական, դրան, չգիտեմ, գովազդը ամբողջությամբ շեշտադրել կամ էմոցիաներ ստեղծել դրա շուրջ թե չէ, երբ որ նույն բանը մենք տարիներ առաջ ունեցանք այն բան էկո բառի շուրջ, չէ, օգտագործել էկո բառը թե չօգտագործել, որովհետև նույն ձևի մենք հայկական կարանք անվանենք, բայց իրականում ինքը չլինի հայկական, դրա վրա լուրջ ինչ որ ծախսեր անենք ու դրա հիմքով վաճառենք, ոնց որ շատ-շատերը օգտագործում էին էկո բառը ու առանց ընդհանրապես հասկանալու դա ինչա, ուղղակի վաճառում են, որովհետև մարդիկ ուզում էին գնային էկո։ Հիմա իմ կարծիքով առաջին հերթին հետևյալ հարցը պետքա տա յուրաքանչյուր գործարար, ով մտածում է հայկական արտադրանքի այսպես ասած խրախուսումը որպես հայկական ու շեշտադրում անել հայկականի վրա, թե ինչ արժեք դա կտա իր վաճառքներին իր հետագա բիզնեսի զարգացման։ Օրինակ, եթե մենք խոսում ենք ծիրանի մասին ու վաճառելու ենք ծիրան, բնականաբար հասկանում ենք, չէ՞, եթե մենք Ռուսաստանում ասում ենք հայկական ծիրար կամ ընդհանրապես այն աշխարհում, որտեղ Հայաստանը ճանաչում են, բնականաբար դա գրավիչ բան է դառնում դիմացինի համար, հոп, հայկական ծիրան, ուրեմն մտեղ կա որակ, այդտեղ կա Հայաստանի արևահամ բանը, հա, ծիրանի եւ այլն, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք իսկ որ շուկայում ենք մենք, ինչքանով հայկական բառը մեզ կարող է ոչ թե օգնի, այլ խանգարի, հա, ու ինչքանով ով է մեր թիրախը, գիտի արդյոք ինքը ինչ է հայկական ծիրանը, թե չէ, միգուցե ես ուղղակի պիտի շեշտադրեմ, որ ինքը համով ծիրան է, ոչ թե հայկական ծիրան։ Կլինի միտքը շարունակեմ, էլի Գեորգ ջան, հիմա ծիրանի պարագայում, հենց կոնկրետ օրինակի վրա արագ փորձենք, էլի, այսինքն մեր ուզբեկ գործընկերները դա շատ արագ հասկացել են։ Ու դեռ քանի հայկական, իսկական Հայաստանի ծիրանը ցոգոլ է, Մոսկվայում վաճառվում է Ուզբեկստանից բերված հայկական ծիրան։ Ու մենք չունենք գործիքակազմ ազդելու, քարոզելու, որովհետև այդ թեման թողված է բաց։ Այսինքն նույնը ծաղիկների պարագայում Ռուսաստանում մինչև հիմա հայկական բառը, ինչպես ասած, բառ, որպես ածական, որպես բրենդ, հայկական մեխակ, այնպեսի անուն է ձեռք բերել Խորհրդային Միության ժամանակաշրջանից, որ մինչև հիմա ուզբեկները իրենց ջերմոցների արտադրած մեխակը վաճառում են Ռուսաստանում որպես հայկական։ Ինքը բրենդ է։ Այո, ակնհայտորեն, փաստորեն մենք հստակ գիտենք, չէ, որ կան որոշակի ապրանքատեսակներ, որոնց մասով հայկականը այդ արդեն ոնց որ Սամվելն ասեց, բրենդ է։ Ու դա ապահովում է, որակ ապահովում է մարդկանց մոտ էմոցիա է առաջացնում մարդկանց մոտ։ Հետևաբար մենք գիտացինք, որ դա ժամանակավոր է, եթե չեն կառավարվում։ Այո, այո, ոչ միայն ժամանակավոր է, դա կարող է լրիվ հակառակ էֆեկտը տա։ Այո, հակառակ, որովհետև շատ բաներ տարբեր երկրներից կարող են իբր հայկական ծիրան կամ չգիտեմ ինչ որ ուրիշ ապրանք բերել, որակը շատ վատ, համ չունի եւ այլն, նոր սերունդի մոտ բնականաբար կասացվի վայ հայկականը համ չունի, փաստորեն լավ չի։ Մենք պետք է շատ զգուշ լինենք, բայց սրան զուգահեռ կա մեկ այլ դաշտ, կա ոլորտ, որտեղ որ հայկական լինելը բան չի փոխի։ Շատ մի հատ հետարքիր վերջերս քննարկում էի ունենում այլ ոլորտում գործընկերներից հետ Թումոյի մասին։ Մենք շատ քիչերը գիտեն, որ մենք այսօր կրթություն ենք արտահանում։ Թումո կա մի շարք երկրներում, կա Ֆրանսիայում, կա Ռուսաստանում, եթե չեմ շատ հզոր ծրագիր է, շատ։ Այո, շատ հզոր։ Ողջունում ենք կազմակերպիչներին։ Հաստատվեցի ու սկսեցինք իրար հետ մտագրով անել, էլի ընկերներից։ Ասում եմ, ես չեմ հանդիպել իրականում, իսկ ով որ հանդիպել է, կասի Թումոն դիրքավորում է իրան որպես հայկական կենտրոն։ Բոլորն ասի, որ չեն նկատել տենց բան։ Թե Ֆրանսիայում, թե Ռուսաստանում եւ այլն Թումոն ոնց մեր մոտ է։ Երիտասարդական տեխնոլոգիական կրթական համալիր է, վերջ։ Ու ինքը չի ոչ Հայաստանի դրոշ է կախել, ոչ ասում որ ինքը Հայաստանից է,
ու սկսեցի մտածել, բայց ինչի համար է պետք շեշտադրել։ Բնականաբար թաքցնել պետք է ու վստահ եմ իրանք չեն թաքցնում, բայց նաև շեշտադրելու իմաստ չկա, որովհետև հստակ իրանք նույն կրթական ծրագիրը որակյալ ապահովում իրականացնում են ու իրանք հասկացել են, որ իրանք թիրախի համար, այդ երեխեքի ու իրանք ծնողների համար կարևոր չի որ դու հայկական ես, թե չէ, կարևոր է որ դու որակյալ կրթություն ես ապահովում։ Ասեմ ավելին, այն երկրներում որտեղ ինքը գործում է, հայկական լինելը կարող է իրան խանգարի, որ ինչ որ կան չէ մի շարք ազգեր, մենք ունենք թշնամիներ, գաղտնիք չի ոչ մեկի համար, իրանց համար դա կարա հակառակը խնդիր լինի, ասեն, «Օ, հայկական է, ուրեմն այնտեղ պետքա հեռու մնալ, այնտեղ չգնալ»։ Չէ, այտենց խնդիր չկա, ինքը կրթական համալիր է։ Հետևաբար հայկական շեշտադրել ու անվանելը իմաստ չունի։ Այսինքն գալիս ենք նրան, որ թե կարա դրական լինի, եւ թե միգուցե պարտադիր չի շեշտադրել ու դա է հենց գրավականը լինելու։ Այնպես որ պետքա մտածել։ Շեշտադրենք։ Եվ որպես փոքրիկ, ասենց ամփոփում, այսինքն մենք քո առաջարկած տարբերակում իրան դիտարկում ենք որպես label։ Այո։ Ինքը ինձ որպես label առավելություն տալիս է թե ոչ։ Առավելություն շուկայում, առավելություն երկար աշխատանքեր կախված, այսինքն մենք շեշտադրումը անելուց առաջ պետք է դա մտածենք, գիտակցենք։ Okay, շատ լավ է, հետաքրքիր է մոտեցումը։ Սամվել։ Ուրիշ տեսակետից լրիվ այլ։ Շատ լավ։ Բնականաբար, ալտերնատիվ։ Տեսեք իրավիճակը ինչպեսին է։ Առաջին հերթին դու զգացիր, թե ոչ, երբ որ դու խոսում ես հայկականի մասին, իմ դեմքի արտահայտությունը չփոխվեց, ասես ոչ մի էմոցիա չկար։ Բալանսավորվեց, որովհետև մի կողմից մտածում եմ Հայաստան, Հայաստանս հայկական լեռնաշխարհ, հայ ազգ, էմոցիաները տանում են, մյուս կողմից էլ մտածում եմ հայկական պրոդուկտներ եւ այլն, ոնց որ հակառակ պլյուս մինուս է լինում, հա, հակառակ էֆեկտն է թողում, ուսենց ինչ որտեղ sense բալանսավորում են։ Ոչ մի էմոցիա դրանով չառաջացավ, քանի որ երբ որ խոսում ենք հայկական, իմ համար կարևորը հայկական պրոդուկտը չի։ Իմ համար կարևորը հայկական տեխնոլոգիան է։ Իսկ տեխնոլոգիան է կա թանի արտադրության տեխնոլոգիան, լավաշի արտադրության տեխնոլոգիան, շեշտը պետք է դնել տեխնոլոգիաների արտոնագրերի վրա, այլ ոչ թե ապրանքի, որովհետև այդ նույն ապրանքից ամենտեղ արտադրում են, հա։ Օրինակ, վիսկի օրինակը, լավագույն օրինակն է, հա, երբ որ Հնդկաստանում արտադրում են շոտլանդական վիսկի։ Ու շոտլանդացիները դրանից վատ չեն զգում, որովհետև շոտլանդական տեխնոլոգիայով արտադրում է, հնդկական վիսկի է, բայց շոտլանդական տեխնոլոգիա։ Անունը կարևոր է մարքեթինգի համար, որ վաճառվի շոտլանդական տեխնոլոգիա։ Բայց շոտլանդացիները դրանից վատ չեն զգում, որովհետև հնդկական է վերջերս, հնդկական պրոդուկտ է, որակներ մի քիչ զիջում է եւ այլն։ Հա, այդ տեսակետից տեխնոլոգիան է այստեղ շատ կարևոր։ Կարևորը ոչ թե ապրանքը, այլ առաջինը տեխնոլոգիան, երկրորդը վստահությունը այդ բառի, այդ բրենդի, այդ ուրեմն զգացողության նկատմամբ միջին դարում հայ վաճառականների օրինակն է, երբ որ իրենք վաճառել են իրենց համբավը։ Համբավ, որը վստահությունն է, ու այդ համբավի տակ վաճառվել է ամեն ինչ, ամեն տեսակ ապրանք, ամեն տեսակ կապեր, ամեն տեսակ ծառայություններ։ Սամվել ջան, ներողություն եմ, էլի խնդրում, շատ պրոստ որ Գևորգն ասեց, ես չի կարել այդ երկու բառի իրար չկապեի, էլի։ Գևորգ ջան, դուք նոր ասացիք, որ թուման վաճառելուց չի շեշտադրում անում հայկականի վրա, հա, որովհետև միգուցե հետազոտություն կա, ես չեմ խորանում մեր գործընկերները թումայից ավելի լավ կարձագանքեն, իդեպ եթե մեզ լսում են, շատ լավ կլինի որ արձագանքեն, հա, միգուցե իրանց հետազոտությունը վերա որ հայկականը կրթական ոլորտում ոչ մի ձևի չի ստեղծում ինչ որ մի բան, բայց միևնույն ժամանակ, եթե դա կոչվեր գերմանական կրթական համակարգ, ֆինլանդական կրթական համակարգ կամ հարավկորեական կամ ճապոնական, մարդկանց մոտ կասեն, հա, ինչ հետաքրքիր նորերական ճանապարհ է։ Տեսեք, թվում է թե նույն Samsung-ի օրինակը բերենք կամ հարավկորեայի, այսինքն իրենք մտնելով տեխնոլոգիաների դաշտ ոնց որ Սամվելն ասում, տեղավորվելով գյուղատնտեսական երկիրը տեղավորվելով աշխարհում որպես տեխնոլոգիական երկիր, այսօր նույնիսկ կոսմետիկա է վաճառում։ Այսօր ամբողջ աշխարհում հարավկորեական կոսմետիկայի բում է եւ հարավկորեական ուտելիքի բում է։ Որտեղ դու մտածում ես, եթե իրանք sense նորերական բաներ են արտադրում, հաստատ իրանք ուտելիքն էլ է հետաքրքիր։ Այսինքն թվում է թե իրար հետ կապ չունեցող երևույթ, բայց մի ապրանքը ու տեխնոլոգիայի մասին է խոս։ Այո, ես բոլորը գիտակցում եմ, չէ՞ որ Samsung-ը չի արտադրվում Կորեայում։ Իսկ օրինակ բանի ծաղկագործության ոլորտում ամբողջ աշխարհում այդն է հոլանդական ծաղիկներ, հոլանդական վարքի, բայց Հոլանդիայում արտադրվում է մի քանի տոկոս աշխարհի
ծաղիկների արտադրված։ Էկվադորում արտադրված ծաղիկը իր ուրեմն վաճառքը իրականացվում է հոլանդական ծաղիկ անվան տակ, չնայած Էկվադորում է աճեցում դա։ Դա տեխնոլոգիան է կարևոր։ Նույն տարբեր բանջարեղենը ջերմոցային տնտեսությունների, չեն ասում այս բանջարեղենը արտադրվել է Իսրայելում, ասում իսրայելական տեխնոլոգիաներով է արտադրվել։ Ամբողջը դրա նույնիսկ ռազմարդյունաբերության մեջ է դա կարևոր։ Ու մի երկիր, որ արտադրում է ինչ-որ մի իր, ասենք, տեխնոլոգիան է այդտեղ ամենակարևոր դերը կատարում, ոչ թե արտադրանքը կամ պահեստամասերը, որ ամբողջ աշխարհից հավաքվում են։ Երբ որ ես կուզենամ երազանքս կլինի գուցե հաղորդումը խթանել հանդիսանա դրա, որ մենք շեշտը սկսենք դնել հայկական անունով, ասոցացնենք տեխնոլոգիա, ոնց որ CRISPR դասական օրինակ է, երբ որ աշխարհի տարբեր երկրներում այսօր խոսում ենք ձայնի մեկուսացման, ձայնի չխանգարելու եւ այլն, ասենք շատերի մոտ այդ CRISPR-ի գաղափարն է գալիս, որտեղ ինքը տեխնոլոգիա է տալիս, ոչ թե product։ Այդ կարևոր պահ է։ Եթե շարունակենք միտքը, այսինքն լավ օրինակ էր, երբ որ Հայաստանը դարձավ եռակի, ուրեմն օլիմպիական չեմպիոն շախմատի, դա եթե չեմ ասում 15 թե 14 թվականներ, աշխարհի բոլոր պետությունները ուշադրություն դարձեցին դեպի Հայաստան, ասեցին հետաքրքիր է որտեղից է, ու պարզեց որ այդ ժամանակ արդեն կրթական համակարգում մենք ունենք ուզում եմ դրան գամ, կրթական համակարգում մենք ունենք ներդրված շախմատը որպես պարտադիր առարկա դպրոցներում։ Երբ որ դիմեցին ուզեցան գնեն, պարզվեց դրա հետևը չկա տեխնոլոգիա։ Այսինքն չկար դրա հետևը մեթոդոլոգիա, չկար մշակում, այսինքն դու չես կարող դա գնել եւ ներառել Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում եւ այլն։ Դա հասկացավ Ռուսաստանը եւ արագ աշխատացրեց այդ համակարգը, հիմա իրանք էլ են ներառել դպրոցում որպես պարտադիր առարկա եւ մեթոդոլոգիան վաճառում են ուրիշ երկրներին, հետեւից վաճառելով նաեւ դասատուների պատրաստումը, սպասարկումը, on-line հարցակարգ վաճառը առելի մեջ շուկա է դա, այսինքն հետաքրքիր ուղղությամբ տարար Սամվել ջան, այս մոտեցումը, այսինքն եթե մենք իսկապես գլոբալ աշխարհում մենք չենք կարող առանձնանալ եւ ասել հայկականը դա հայկական հումքից է, որտեղ մենք այսօր քաջ գիտակցում ենք, գալու է մի պահ, եւ որ մեր արդեն այսօր փաստ ունենք Հայաստանում մի քանի ոլորտներում, որտեղ որ հայեր չեն աշխատում։ Այսինքն գյուղատնտեսության ինչ որ ոլորտում մենք արդեն ունենք հնդիկներ, տաջիկներ եւ այլն, այսինքն գլոբալ դարում ասել այս ապրանքը նույնիսկ մսի տեսանկյունից մենք չգիտենք այդ միսը որտեղից է ներմուծված, որովհետև հասկանում ենք որ արտադրամասը պետք է աշխատի եւ պետք է սպասարկի կայուն որակով, կայուն քանակով, եթե ինքը լուրջ պայմանագիր է կնքի։ Պարտադրել մարդուն առնել ինչ որ մի այդ գոյություն չունեցող ֆերմայից ապրանք բարդ է։ Հետևաբար ինչ եմ ես մտա, այդ ձեր ասածը մենք ուր են գալիս, այսինքն մենք պոկվում ենք ավանդական այն մոտեցումից, որ հայկականը պետք է կոչվի նա այն ինչ որ հայերն են արտադրել կամ հայկական հումքն է կամ Հայաստանում արտադրված, դա տեխնոլոգիա է, որը որ պետք է արտոնագրվի, հիմա հարցը ուրիշ տեղ եմ գնում։ Արտոնագրում։ Այսինքն վերադարձանք գործարարին, որտեղ մենք այս հաղորդաշարի բուն նպատակը նաև մեր մեջ մենք հասկանում ենք, որ գործարարը ոչ միայն, այսինքն ինքը արարող ստեղծող, նաև ինքը ինչ որ միտեղ կարելի ասել տերն է։ Տերն են ամեն ինչի, ինչը որ ստեղծվում է եւ հետեւաբար հարց ով է այդ ամենի տերը։ Ով է այդ արտոնագրությունը անում, այսինքն մենք հիմա կգնանք հասնենք էլի գործարար միություններին եւ այլն, ձեր կարծիքով ոնց է դա լինել, որովհետեւ այո, օրինակ շատ մարդիկ ինչ որ մի բան հանդիպելուց հետո հետաքրքիր է դառնում։ Սա ոնց է ստեղծվել Հայաստանում եւ ես կուզենայի այսինքն տեխնոլոգիա դա կարող է վերաբերվի ֆրանշիզա փաթեթներին, դա ոնց որ թումոն է, դա կարող է տեխնոլոգիայի գնում եւ սպասարկում, դուք ոնց եք տեսնում այս ամեն ինչի զարգացումը եւ ամենակարևորը քարոզը, որովհետեւ եթե մենք ավանդական շուկաներից մի քիչ շեղվում ենք, հայկականի մասին ընդհանրապես տեղեկատվություն չկա։ Այո։ Այսինքն մեզ կարան տարբեր ազգերի հետ խառնեն։ Այստեղ sense մի բան կա, էլի իրական Սամվել ջան, մերսի շատ հետաքրքիր ուղղությամբ տանելու համար այդ տեխնոլոգիաների մասով, մենք պիտի իրականում այս բեռը չթողենք մի գործարարի վրա, որովհետև թեև օրինակ նույն CRISPR օրինակով իրենք կարողացել են, որովհետև եղել են առաջինը նորարար են եղել ու ունեն այդ պոտենցիալը անելու ու կլինեն էլի նման գործարարներ։ Ու իրենց հայկական շեշտադրումով դա ընդհանրապես հայրենասիրության բան է, այսինքն ընդհանրապես դա պարտավորություն չէ։ Հա, բայց սպասենք, որպեսզի մի գործարար կամ մի կորպորացիա ինքը մենակով կարողանա։ Նույնը կարող ենք Pixar-ի պարագայում ասել, ամբողջ լրատվական դաշտը աշխարհի հեղեղվեց, որ հայկական ծագումն Երևանից ստարտափը դարձավ եւ այլ միլիարդ, որը որ եւս շնորհավորում ու ողջունում ենք։ Այո։ Ու
միևնույն է այդ պայմաններում, երբ որ մենք չենք կարողացել ապահովենք այնպիսի բիզնես միջավայր, որ Pixar-ը ամբողջությամբ գործի Հայաստանում, որովհետև ես վստահ եմ, այդ Ամերիկայում բավականին մեծ մասնաբաժին մաս ունենալու պատճառներից երբ թե ամենաշատը հենց այն է, որ մեր միջավայրը չի կարողանում նման ճկունություն ապահովի ու նման արդյունավետ լինի, ոնց որ այնտեղին է, հա։ Հիմա ասածս հետեւյալն է, այստեղ արդեն մենք պետք է հասկանանք, որ մի գործարարի վրա չպետք է թողենք։ Մենք պետք է բոլորս միավորվենք ու առաջին հերթին այստեղ պետությունը, կառավարությունը շատ անելիքներ ունի, որ ասիր, հա, Քարոզը պետք է անի հենց պետական մակարդակում, որպեսզի հայկական տեխնոլոգիաներ սկսեն ճանաչվել, որ կա հայկական, չգիտեմ, այսինչ ինչ որ բանի արտադրման process, կա նման հայկական տեխնոլոգիա եւ այլն, այնքան ճիշտ ձևով իրականացվի այդ քարոզը ճանաչումը բան, որ գործարարները ուղղակի մնա իրանցից ճիշտ օգտվել դրանից։ Ու իրանք կարողանան լինի թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, իրանք օգտվեն այդ հայկական տեխնոլոգիաներից ու արտադրեն ու վաճառեն ուղղակի։ Իսկ թողնել, որ մի գործարարը ինքը կարողանա ամբողջ այդ քարոզը անի եւ խրախուսումը հնարավոր է իհարկե, բայց շատ դժվար։ Հետևաբար այդտեղ մենք պետական մակարդակով անելիք ունենք ամբողջ աշխարհով մենք տեսնում ենք ինչքան նման օրինակներ կան, լինի դա շոտլանդական վիսկին, թե լինի ինչ որ, չգիտեմ, ուրիշ ինչ որ բրենդավորված արդեն բրիտանական է, ֆրանսիական են եւ այլն, այս ճանաչումները մի օրում չի ստեղծվել։ Պետությունը իր կառավարությունները աշխատել են դրա վրա տարիներով։ Հետևաբար մենք էլ պիտի սկսենք ու աշխատենք։ Ու նույն, երբ որ գնում ենք միջազգային էքսպոներ, դու բազմիցս խոսել ես դրա մասին, Նարեկ ջան, հա, որ պետքա միավորվել ու շատ որակով ներկայացնել Հայաստանը, որպեսզի վերջի հայկականը ու Հայաստանիցը դառնա բրենդ գլոբալ, որը պետքա օգտագործվի թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Հետևաբար այդտեղ ես որպես միտքը շարունակելու Սամվել ջան փոխանցելուց խնդրեմ այդ ալտերնատիվան պահես խնդրելու եմ որ եկեք մենք ոչ պայմանավորված ունենք մոտեցում որ շրջանցում ենք պետության գործառույթները որովհետև իրենք շատ լավ գիտեն իրենք ինչով են պետք է զբաղվեն հա եւ ովքեր ում հարկերի հաշվին են ստանում իրենց աշխատավարձը Սամվել ջան ալտերնատիվ տարբերակը ո՞րն է Այսինքն, եթե մենք որտեղ միանշանակ մի գործարարի վրա սա անհնար է թողել, հա, այսինքն ու մանավանդ ես կուզենայի, որպեսզի մենք մի քիչ եւս ոնց որ կարում ենք գլոբալ այս ամեն ինչին նայենք։ Հայ գործարարը Հայաստանում է, հայ գործարարը Մոսկվայում է եւ ինքը Ֆրանսիայում է։ Այդ միավորման գաղափարը ոչ թե միավորվենք ու փորձենք իրար աջակցենք, այլ միավորվենք քարոզի շուրջ, այս երբ որ բոլորիս է դա օգնելու, այսինքն արդյոք այդ արտոնագրերը Արդյոք այդ քարոզը հնարավոր է ընդհանուրով անել։ Միանշանակ հնարավոր է ու ռեալ ես կոնկրետ օրինակով կարող եմ ասել, որ մի 5-6 ամիս առաջ ես մշակեցի ու տարածեցի Հայաստանի տնտեսության ապագա կառուցվածքը, ինչպիսին է ես պատկերացնում 50 տարի անց, ինչ ուղղություններով որ տարբեր նայեցի։ Եկեք մեր ուկնդիրներին նաև հիշեցնենք, որ Սամվելը շատ է սիրում անց ուրեմն կոնցեպտը, նաև 1 րոպե անց գրքի հեղինակն է, որը որ շատ հետաքրքիր ուրեմն 50 տարի անց։ Հա, 1 րոպե անցը բոլորի համար շատ կարևոր բան է, խնդրեմ որպեսզի ուշադրություն դարձնեք նաև ինքը վաճառքում եւ on-line-ում կա, նաև ունենք փաստորեն պետության տեսանկյունից 50 տարի անց։ Այո, 50 տարի անց այդ գաղափարը, որտեղ ես որ կողմից պատտվեցի ու Հայաստանի մոդելը միայն տեսա տեխնոլոգիական տեսանկյունից։ Ինչա դա նշանակում։ Ես չեմ պատկերացնում, որ 50 տարի անց Հայաստանում բաժակի արտադրություն կլինի, Հայաստանում գրիչի արտադրություն կլինի, Հայաստանում կլինի ակնոցների արտադրություն կամ հագուստի արտադրություն։ Ես պատկերացնում եմ, որ բաժակի արտադրության տեխնոլոգիա է ստեղծվելու եւ մեր հաճախորդները լինելու են բաժակ արտադրող ընկերությունները Չինաստանում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Ասիայի մնացած երկրներում։ Այսինքն B2B ֆորմատի է անցնում այդ գաղափարախոսությունը, ոչ թե սպառողական արտադրանք ենք թողարկում, այլ արտադրանք, որոնք օգտագործվում է բիզնեսների կողմից։ Ինչա դա նշանակում։ Տեսեք, բաժակի արտադրության տեխնոլոգիա ստեղծեցինք ու այդ տեխնոլոգիայի շնորհիվ արտադրողականությունն է մեծանում, որակն է մեծանում, ավելի քիչ հումքով ավելի շատ ապրանք է արտադրում, շատ ավելի ճկուն է լինում փոքր բաժակից մեծին անցնելը, ոչ թե հոսքագիծը կանգնացնում ես, փոխում ես, այլ մեկ
ուրեմն կոճակի շնորհիվ ոնց որ փոխում ես, ոչ թե հոսքագիծը կանգնացնում ես ու իր լեյբլինգն ես փոխում, այլ մեկ կոճակով ես դա անում։ Սա տեխնոլոգիա, որը իր մեջ ներառում է նաև ոչ միայն վաճառք, այլ նաև սպասարկում։ Իսկ մոտակա տարիների ընթացքում, մոտակա դրանից հաջորդող 50 տարիների ընթացքում դու սպասարկում ես այդ ընկերությանը եւ սպասարկման դիմաց այդ ճկունությունն է ապահովում, տեխնոլոգիաներն է, փոփոխություններ ես մտցնում, արհեստական բանականություն ես մտցնում։ Որտեվ շատ հզոր մի հատ կոնցեպտ եք հիմա բերում քննարկման, այսինքն դուք առաջարկում եք B2C շուկայից, այսինքն այն շուկայից, որտեղ վերջնական սպառողն է, ու որ միշտ կա սպեկուլյացիա, հայկականը որն է, դուք եք հորինել, չեսի մենք ենք հորինել, երբ որ դու քոչվոր, հայ, այսինքն ծագումնաբանություն ունեցող ցեղին դու բացատրում ես, թե ոնց դու կարաս ունենաս խաղողի թուփ, հա, հետո ունենաս տոլմա, եթե դու քոչվոր ես եղել, այսինքն այդ վազը հետը տարի բերել ես, էլի խաղողի թե ոչ։ Դա շատ բարդ է, հետևաբար դրանից դուք հրաժարվում եք, առաջարկում եք մեր մտքի թռիչքի հաշվին ինժեներական ուրեմն լուծումներով ձևավորվել շուկայում որպես լուծումներ, բիզնեսին լուծումներ մատակարարող երկիր, որի հետևանքով դուք ապացուցես, որ այդ թուփը հա որ այդ տեխնոլոգիան անհնարավոր սրանք չօրինեին, հա, անհնարա որ տեղում չօրինե, անհնարա դա տեղափոխել։ Միացած հետարքիր մոտեցում կա, չէ՞, որ ասում են Դարվինի ուրեմն տեսության կողմնակիցներին, երբ որ հարց են տալիս, ասում են ուր են բայ կապիկները, որը մարդ են դառնում։ Լավ, դե եթե դու ասում ես զարգանում են, ուր են։ Ուր է այդ անտարից դուրս եկող մարդը։ Հա, գոնե մի անգամ նկարեք, ասեք, տես զարգացավ ու դուրս եկավ այս մարդը։ Ձեր ասածը հետեւյալն ասում ես, եթե դուք հորինել եք մեր հայկական ամեն ինչը, հա, այսինքն տոլման եւ այլ չխորանանք, էլի հարիսան եւ ուտելիքի վրով կարանք նաեւ գնանք ոչ միայն ուտեստի տեսքով, հա, գորգագործություն, կարանք մտնենք խաղողագործություն եւ այլն, եթե դուք հորինել եք ուր աբա ձեր նոր հորինածը, հա, այսինքն տեսեք, հայերը աշխարհին հորինել են ու շարունակում են հորինել տալ գաղափարներ, հա, այսինքն ամեն 5-ամյակը մեկ, այսինքն եթե մենք 5 տարի առաջ խոսեինք, չենք խոսալու ուրեմն Pixart եւ Crisp-ի մասին, ուրա Crisp-ը Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ուրա այդ Crisp-ը։ Ահա, հիմա ես պատկերացնում եմ այդ նույն մեթոդոլոգիան, հա, IT ոլորտում աշխատող մեթոդոլոգիան կիրառվի լայն սպառման ապրանքների արտադրությունների տեխնոլոգիաներ ստեղծելու վրա եւ հայկական բիզնեսների շուկան լինի B2B շուկան, հա։ Այս տեսակետից ինչ է ստացվում, վաճառքը, սպասարկումը եւ ամենակարևորը ասոցացումը, որ դա հայկական տեխնոլոգիա է։ Հոլանդական ծաղիկները օրինակ, շոտլանդական վիսկիները օրինակ ու տասնյակ այդպիսի օրինակներ կա։ Վիսկի արտադրումը ամբողջ աշխարհում, նույնիսկ Հայաստանում։ Այո։ Բայց ինքը ասոցացվում է շոտլանդական հետ, որովհետև տեխնոլոգիան է հենց շոտլանդական ոնց որ ասոցացվել։ Իսկ այդ տեխնոլոգիական ուրեմն բան պետք է տնտեսությունը։ Դե խոսում ենք գյուղատնտեսության մասին։ Բայց շատ հետաքրքիր, այսինքն ոչ թե մենք մտնենք ու գումարային մրցակցենք, թե ով շատ փող կծախսի ու կանի փառատոներ ու գոռա դրա մասին, այլ աշխարհում դիրքավորվել որպես տեխնոլոգիական երկիր ու ավտոմատ արդեն այն ինչ իր մեջ ունի մտքի թռիչ ու տեխնոլոգիա, ասոցացվում է հայկականի հետ։ Հա, որովհետև իրավիճակը հետևյալն է։ Տեսեք, մենք վաճառեցինք տեխնոլոգիա, ավտոմատ սպառողական շուկաներ են ներգրավում այդ տեխնոլոգիաների, բայց ոչ մեր շնորհիվ, այն ընկերությունների շնորհիվ, ովքեր այդ տեխնոլոգիան օգտագործում են, կիրառում են։ Իսկ մարքեթինգը մեր փոխարեն անում են իրենք, ու անունը տարածվում է հենց որպես հայկական։ Այդ շատ կարևոր բան է, որ նույն գյուղատնտեսության ոլորտում մենք խոսում ենք, որ գյուղատնտեսության արտադրողականությունը ավոր ցածր է, գյուղացիները աղքատ են, հա, որովհետև այդ փոքր հողակտորի վրա հնարավոր չի հարստանալ եւ այլն դրա մասին, բայց երբ որ խոսանք տեխնոլոգիական գյուղատնտեսության մասին, իսկ տեխնոլոգիա ստեղծենք, թե ինչպես այդ փոքր հողակտորից մեծ արդյունք ստանալ։ Ու դա Հայաստանում չկիրառենք, թող տանեն ուրիշները կիրառեն։ Ու այդ տեխնոլոգիաների շնորհիվ, որ մենք վաճառում ենք իրենց, մենք իրանցից արտադրանքը կբերենք։ Նաև հայկականը կլինի։ Այդտեղ այսինքն հայկական պոմիդոր, հայկական լոլիկ, լավ կարող է մի փոքր արտադրություն լինի տեղական սպառման համար, բայց գլոբալ իմաստով դու ստեղծում ես մի հատ տեխնոլոգիա, որը արտադրում է լոլիկ, որը ասոցացվում է հայկականի հետ։ Թող ուզբեկները արտադրեն, վաճառեն, բայց ինքը լինի հայկական ու հայկական տարածվի։ Տեսեք, ունիկալ բաներ, օրինակ, երբ որ մենք ասում ենք կորեական աղցաններ, առաջի ասոցիացիան որ գալիս է, դա գազարն է։ Այո։ Իսկ ասում է հարավային Կորեայում գազար չի աճում։ Որովհետև իրանք տեխնոլոգիան են օգտագործել։ Այսինքն այդ մարդիկ, երբ որ ստիպված
արտագաղթել են եւ տեղավորվել են թե Խորհրդային Միության Ռուսաստան, հա, հարավային մասում եւ Ղազախստանում, իրենք իրենց տեխնոլոգիայով օգտագործել են այն բանջարեղենը, որ այդտեղ կա։ Այդտեղ եղել է գազարը։ Այդ նույն բանը գազարին են փոխանցել։ Բայց շատ կարեւոր է, որ ժամանակի ընթացքում արդեն սովորացրեցին մարդկանց, որ գազարը չի կարևորը։ Կարևորը մենք տեխնոլոգիան ենք։ Մենք գիտենք ոնց պետքա բանջարեղենը մշակենք։ Մենք գիտենք ոնց կարանք լուծումներ ձեստանք։ Շատ հետաքրքիր մոտեցում էր։ Ես ընդհանրապես, քանի որ մենք մտնում ենք ամփոփման փուլ, կուզենայի արդեն շատ ես համոզված եմ, որ մենք կունենանք մեծ քանակությամբ ուրեմն համակիր, ովքեր ինչ որ մեկից տեսանկյուն հա կընդունեն եւ կարող են շարունակել, խնդրելու ենք մեկնաբանություններում, սոցիալական ցանցերում թողեք ձեր կարծիքները, որովհետեւ շատ կարեւոր է մեր համար այն հարցերը, որ այստեղ բարձրացվում են, այսինքն համարում ենք, որ կարևորագույններից են մեր երկրի տնտեսության թրիշկային աճի համար։ Հետևաբար մի հատ կարևոր մի հատ մաս կար, որ կուզենայի այդ ամենին անդրադառնայինք, որովհետեւ ով է այդ հայկականի կրողը։ Ես ամեն դեպքում ուզում շեշտադրումը վերադարձնեմ հետեւյալ գաղափարով։ Տեսեք, աշխարհում մենք բոլորս ցածր գիտակցում ենք կա մրցակցային դաշտ եւ արի ու տես այդ հայկականը երբ որ քարոզվում է, հայկականը քարոզողները պահիտակ դառնում են մրցակիցներ։ Եվ իրենք ինչ են անում, հա, այսինքն եթե մենք քարոզում ենք հայկական Հայաստանում աճեցված սմբուկից ինչ որ մի հատ ապրանքատեսականի, դա կլինի խավիար ու ցավոք սրտի, չգիտեմ ինչի թուրքական անունով Իման Բայալդի, որը կարելի է շատ լավ թեկուս ինչ-որ մի բան իր վրա հորինել, էլի, հայերենով, գալիս է մի ժամանակ, որ մենք իրար հետ մրցակցելով այդ ապրանքի արժեքը զեղչով պակասացնում ենք եւ արդեն նույնիսկ կասկած առաջանում սպառողի մոտ։ Այսինքն, հա, պարզը Հայաստանից է, պարզը լավն է, բայց եթե արդեն կարողացել են հայկականը ապացուցել, իրենք իրար հետ մենք ինչ-որ մի բան զուգահեռ գնում ենք, հետո թեքվում իրար հետ մրցակցելով, արժեք են գցում, հետեւաբար արդեն հումքի վրա ենք սկսում խնայել եւ այլ։ Այսինքն նորից վերադառնում ենք այդ որակի կայուն որակի հարցին։ Հարց. ինչը մեզ պետք է ստիպի, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որպեսզի հայ գործարարները միավորվեն հայկականի ընդհանուր քարոզի վրա։ Ժորժ ջան, ես դիտավորյալ շրջանցում եմ պետություն գաղափարը, որովհետև հավատում եմ, որ գործարարները ավելի երկար են պլանավորում իրենց թե գործունեությունը, թե ավելի քայլերով են հստակ, որովհետև ամեն ինչի հետևում ունեն կա ռեսուրս, մարդ, գումար եւ այլն։ Ինչը պետք է դառնա կարևոր ստիմուլ, որպեսզի այն հիմա մենք անգլերենով ունենք այդ ուրեմն cooperation եւ competition-ի comparison գաղափարը, այսինքն երբ որ մարդիկ մրցակցելով համագործակցում են։ Ինչը պիտի ստիպի, որն է այդ զանգակը, որ ժողովուրդ վերջ տվեք, հա, կապչունի բաստուրմեն արտադրված է կամ թանը կամ գորգը հայկական ինքը կարվում է Երևանում, Գյումրիում, թե ինչ որ մի հատ հայ գործարար մտածել է, որ դա կարող է արտադրել Մեքսիկայում։ Կարևորը եկեք տեխնոլոգիայի մասին խոսանք ու քարոզենք հայկականը որպես որակի բաղադրիչ, այլ ոչ թե հումքի երկրի կամ անձի, որ դրա հետևը կանգնած է։ Որն է այն ստիմուլը։ Նահակ ջան, դա մի հատ առանձին թեմա է։ Լրիվ։ Ինձ թվում է դա առանձին մի հատ հաղորդման թեմա պետք է լինի, քանի որ մեր թեմաները բացվում են հաղորդման սկզբից ու անակնկալ են մյուս մասնակիցների համար թեման հիմա չեմ բացի, իմ մոտ մի քանի գաղափարներ ձևավորվեց, դրա համար ես կնախընտրեմ հիմա այդ մասին չխոսել, որտեղ շատ խորքային թեմա է, մանավանդ որ սահմանափակ ժամանակ ունենք, ես ավելի շատ կենտրոնանամ նրա վրա, որ զուտ օրինակների առումով լսել եմ օրինակներ, որ ասենք Վրաստանում մեր մսամթերք արտադրողները հենց այդպիսի փորձառություն կա իրար հետ մրցակցելով բոլորը դուրս մղվեցին վրացական շուկայից։ Ռուսաստանում պահածոյագործների հետ օրինակները կան շատ, Դուբայում հյութերի արտադրողների օրինակները կան, ասենք մրցակցելով իրար հետ մրցակցեցին, թե համագործակցեցին։ Այդտեղ մի քիչ մշակութային, բիզնես մշակույթի, ոչ թե հայկական մշակույթի, այլ բիզնես մշակույթի բան կա, հա, պակաս կա, որը զարգացման կարիք կա, դա առանձին հաղորդման նյութ է, բայց ամեն դեպքում այստեղ եթե մենք խոսենք նորից այդ տեխնոլոգիաների մասին, ոչ թե ապրանքի, դե ապրանքի իր մեջ մրցակցությունը արդեն
մի 3 նույն ապրանքը դա մրցակցություն է։ Իսկ տեխնոլոգիան, որ արտադրում է այդ ապրանքները, այդքան էլ մրցակցություն չի, ինքը ավելի շատ բերել է բանին, համագործակցության, որովհետև որոշումը հետևյալն է, մենք ուզում ենք մրցակցենք 1 միլիոն լոլիկ արտադրողի հետ, թե ուզում ենք մրցակցենք 2 լոլիկի տեխնոլոգիաներ արտադրողների հետ, որոշումն է այստեղ, որովհետև անկախ ամեն ինչից միևնույնն է, ներքևի հատվածում սպառողական շուկայում մրցակցությունը կա ու լինելու է ու փոքր պետության տեսանկյունից, փոքր ազգ տեսանկյունից, հա, դժվար է լինելու այդ համագործակցության կետերը գտնելու, որովհետև յուրաքանչյուրը մտածում է իր մասը տանի, որովհետև սենց է իրավիճակը, թեկուզ 5-ը իրար հետ կպան փոքր է ռեսուրսը, շատ փոքր է այդ հայկականը առաջ տանելու գլոբալ շուկայում։ Դրա համար նախընտրում են ոչ թե իրար հետ կպնեն, այլ իրար հետ մրցակցեն, որ այդքան լավ չի, բայց դա հարատև թեմա է, էլի մրցակցել թե համագործակցել հայկական ապրանքների համար դրսում, ու քանի որ մինչև հիմա լուծումը չկա, դա ավելի շատ նշանակում է, որ իրականում չկա այդ լուծումը։ Ավելի լավ է մեկ այլ տեսանկյունից, այլ հարթությունից, հա, ինչպես տեղափոխել այդ դաշտից։ Այո, երբ որ տարածաչափության, հա, երկրաչափության այդ տարածաչափության գաղափարը կա, չէ՞, մի քիչ այլ անկյունից մի հատ փորձենք նայել, լուծումը կգտնենք, որովհետև մինչև հիմա դեռ լուծում չենք գտնում, դա նշանակում է աշխարհը այնքան արագ է փոփոխում, դա նշանակում է այլ չարժե դրա վրա ժամանակ ծախսել, այլ լուծում է պետք փնտրել։ Շատ կարճ ես էլ պատասխանեմ Նարեկ ջան, ու երևի թե սենց կլինի Սամվելի ասացի շարունակությունը։ Շատ սենց տարօրինակ կարա թվա պատասխանը, հա, ինչ է կարա ստիպի, ժամանակն ու վիճակագրությունը։ Որովհետև մի պահ կար տարիներ առաջ, երբ որ ոչ մեկ չէր մտածում միջազգային շուկանոյն վաճառքների մասին։ Եկավ մի կետ, բոլորը մտածեցին դրա մասին, որովհետև տեսան 1-2 օրինակ, բայց ինչ արեցին։ Գնացին սկսեցին այդ 1-2 օրինակի հետ մրցել։ Չստացվեց։ Հիմա այն բանն է, որ արդեն շատ ոլորտներում բոլորը տեսել են, որ մրցելով դրսում իրանք իրար հետ չեն կարա։ Ժամանակը եկավ, վիճակագրությունն ցույց տվեց, որ փաստացի չստացվեց, ուրեմն հիմա սկսելու են միավորվել։ Այսինքն ուզեն թե չուզեն, եթե դաժե նույն մարդիկ դեռ մրցում են, 3-րդն ու 4-ը էլ չեն մրցելու, այն 3-րդն ու 4-ը գնալու են զուգահեռ ցույց տան, որ միավորվելով ինչ-որ բան արեցին, որովհետև տարիներ առաջ բոլորը վստահ էին, որ իրանք կարան ծիրանի ճիրը դարձնեն հայկական ծիրանի ճիրը, չգիտեմ, աշխարհում ամենաշատ վաճառվողը, բայց հետո հասկացան, որ չէ, չեն քանակ չկա, քանակ, թե չկա քանակ, եւ թե չկա այն գինն ու որակը, որը որ եղածի հետ կարան մրցի։ Այո։ Բայց ինչ կարան անեն, կարան միավորվեն ու նույն Սամվելի ասած, տեխնոլոգիան ցույց տալով ասեն, այս ծիրանի ճիր չի։ Ես չգիտեմ, ծիրանի լավաշա, ծիրանի չգիտեմ ինչա, կարևոր չի, բայց ծիրանի ճիր չի, հələ փորձեք։ Ու նոր բանով գնան միավորվելով, այդ պետք է լինի ճանապարհը, ուրիշ ճանապարհ է։ Որպես ամփոփում, հա մի հատ շատ վերցեմ ձեր երկուսի ու այսօրվա ես մտագրոից իսկապես բավարարված եմ, ինչի համար, որովհետև հարցը որ դրել էի պատասխանը չունեի։ Իսկապես չունեի պատասխանը։ Ու ինձ այս հարցը շատ լուրջ տանջում էր ու շնորհակալ եմ իմ գործընկերներին, որովհետև ինչ էր տանջում, որովհետև անպայման շեղվում է էմոցիոնալ դաշտ։ Անպայման միտեղ գալիս է, երբ որ դու կողմնակի չես լսում, հենց համարում եմ, որ շատ լավ էր, որ գիտեք ինչ, հետաքրքիրն է, որ մենք ինչ-որ մեծ գիտահետազոտական փոր բան չարեցինք, էլի, այսինքն ընդհանրապես պայմանավորվեցինք էմոցիոնալ դաշտ չանցներով, ամեն ինչին պարզ նայելով, իսկապես չոր գնահատականներ տալով, գալ, տեսեք, մենք ընդհանրապես մի հատ հարց է շատ պարզ։ Այստեղից 30 տարի հետո մենք աշխարհին ինչ ենք ուզում ասենք։ Այսինքն այսօր 3 եւ հիմա, այսինքն եկեք հերթով գնանք ժամանակա 3, հիմա եւ հետո։ Մենք ինչ ենք ուզում աշխարհին ասենք, մենք լավագույն լոլիկ արտադրողն ենք, լավագույն ծիրանի ճիր արտադրողն ենք, լավագույն ինչն ենք։ Այսինքն այսօր հիմա, եկեք թվում է թե տեխնոլոգիաները, հա, IT ոլորտը, նկատում եմ CRISPR եւ այլն, մեր բոլոր գործընկերները կարող է մի ժամանակ հետո դա նույն ձևի զարմանալի լինի, ոնց որ մենք հիմա նայում ենք չերին, հա, այսինքն որտեվ ժամանակ կար, որ մարդիկ չէին հասկանում, որ ծիրանից կարելի է ճիր սարքել, այդ ճրի վրա փոփոխ դնել եւ շոկոլադ լցել եւ դա ունիկալ product կարա լինի, բայց արի ու տես նույն product այսօր, հա, 4-ից 5 անգամ էժան մաչելի է Ուզբեկստանում արտադրել։ Ու մենք տվեցինք տեխնոլոգիա, որը արտադրվում է։ Հա, այսինքն եթե մենք ուզում ենք աշխարհին հանդես գալ, Սամվելի ասածը իստե բանալի է դառնում, հա, այսինքն եկեք քարոզենք հայկական տեխնոլոգիան։ Այդ հայկականը թող լինի ոչ թե ապրանքը վերջնական, այլ հայկական տեխնոլոգիան։ Ու դա կդառնա մեր զոնտիկը։
դա կդառնա մեր բրենդը։ Երբ որ հայկականը դա ասած ասենք ունիկալ լուծումն է, ունիկալ որ ասեն ոնց, sense parser ու sense ունիկալ, հայերը sense հեշտ են մտածում, այո, պահի տակ հայկականը դա այդպես լուծումն է։ Դե հիմա պատկերացրեք, հասարակ օրինակ ասեմ, մեր հայտնի մեր շոկոլադ արտադրող հրուշակեղենի գործարաններից մեկը 20 տարի առաջ $25,000 ծախսեր եւ տեխնոլոգիան այդ չրի եւ շոկոլադ տեխնոլոգիա գրանցեր եվրոպական պատենտային ռեգիստրում։ Բայց ունիկալ հայկական Եվ product։ պարտադրեր, որ բոլոր այս տեխնոլոգիան օգտագործած պարտադիր գրեն, որ սա հայկական տեխնոլոգիա է։ Հիմա պատկերացրեք, ընդամենը $25,000։ Հիմա ռոյալթիներ կստանայինք Ուզբեկստանից եւ մնացած երկրներից։ Այսինքն չիմանալով ինչ է լինելու ու դա նորմալ է, ինչ է լինելու 20-30 տարի, իսկ այսօր աշխարհը անտանելի արագ է զարգանում, այսօր մենք իրավունք չունենք մեղադրել անցյալին։ Եկեք իրանց սխալները չկրկնենք։ Այսօր մենք միավորվենք գործարարներով եւ այսուհետեւ միավորվենք ոչ թե ինչ-որ մի բան քարոզելով, չէ, գոնե միավորվենք եւ աշխարհում ինքներս որպես գործարար միություններ արտոնագրենք ինչ-որ մի ապրանքատեսականիներ կամ ինչ-որ լուծումներ, դա կլինի real sector-ում թե IT տեղեկատվական նշանակություն ունի, նույնը կոնսալտինգին է վերաբերվում, հա, արտոնագրենք որպես հայկական լուծումներ ու հետո թող մեր հայրենակիցները դա անվճար օգտագործեն, իսկ մնացածները դրա համար վճարեն։ Միգուցե այդ ժամանակ մենք ունենանք մեր երազած երկիրը։ Մի հատ օրինակ ասեմ, որ բոլոր մեր դիտողներն ու լսողները հասկանան, որ ֆանտազիայի դաշտից մենք չենք խոսում։ Այսօր Հայաստանում Heltun ընկերությունը արտադրում է աշխարհի ամենաբարակ թերմոստատները, որը որ հատուկ գյուտի միջոցը արդյունք է, որ գտել է ինքը այդ ճանապարհը, ոնց կարա ինքը այդքան բարակ լինի։ Ու այսօր ինքը քանի որ բնականաբար արտոնագրված է եւ այլն, արդեն մի շարք միջազգային կազմակերպություններ բանակցում են, թե ոնց իրենք էլ կարող են արտադրել այդ բարակությունը։ Այսինքն ռեալ մենք կարող ենք իրոք ունենալ։ Ոնց ասում եմ, ժամանակն ու վիճակագրությունը ցույց կտա։ Շատ լավ։ Ինչպես ասում ենք, մեկնաբանությունները, կարծիքները թողենք մեզ լսողներին եւ դիտողներին։ Շնորհակալ եմ գործընկերներ ջան։ Երևում է, որ ամառը բոլորիս համար շատ թեժ է անցել, այսինքն ոչ հանգիստով, նաեւ գործնական այսօր այսքանը, միջ շաբաթ։ Հաջողություն ձեզ։ Սեսյուն